Հարգելի պարոն նախագահ, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ձեր առջև հայկական համալսարանի 40-րդ անդամներն են, շրջանավարտներ եւ ունկնդիրներ։ Հայկական համալսարանը ոչ ֆորմալ գիտական եւ կրթական հարթակ է, որ ստեղծվել է հայկական նախագիծ կազմակերպության կողմից 2021 թվականին։ Մեր ունկնդիրները եւ շրջանավարտները Արցախյան առաջին հաղթական պատերազմի մասին շատ են լսել, բայց ունենալ այսպիսի հնարավորություն բառի բուն, փոխաբերական, փիլիսոփայական, այլաբանական եւ ուղիղ իմաստով առաջին ձեռքից այդ մասին լսելով դեռևս չէին ունեցել։ Շնորհակալություն, որ այդ հնարավորությունը տվեցիք։ Կխնդրեի ձեր թույլտվությամբ հետեւյալ ձևաչափն ու հերթականությունը որդեգրենք, խնդրելով ձեզ, որ հանդես գաք կարճ ներածական խոսքով, ելույթով, դասախոսությամբ, թե առհասարակ ինչպես հնարավոր դարձավ, ինչպես այն տարիներին էին ասում, 150,000-անոց Ղարաբաղը հաղթեր 6 միլիոնանոց Ադրբեջանին, որից հետո ասպարեզը տրամադրենք մեր շրջանավարտներին եւ ունկնդիրներին իրենց տարատեսակ խոհուն հարցերի համար։ Բայց անոնը դասախոսություն չդնենք, ես երբեք դասախոսությամբ չեմ զբաղվել, կունենամ ներածական խոսք իհարկե եւ կփորձեմ այնուամենայնիվ Ղարաբաղյան շարժումը եւ առաջի հաղթանակած պատերազմը կապել հետագա պատերազմների հետ, միգուցե դա sense ավելի հետաքրքիր կլինի համեմատության մեջ, թե ինչ առավելություններ ենք մենք ունեցել եւ ինչու ենք հաղթել եւ հետո այդ ինչ առավելություններ կորցնելով մենք պարտվեցինք։ Միգուցե այս սխեմատիկ փորձեմ, ես չեմ չարաշահելու, այսպես ասենք, այս հանդիպման ժամանակը փորձեմ դա սխեմատիկ ասել, հետո ավելի ինտերակտիվ տարբերակով կփորձենք բացել այն ուղղությունները, այն ամեն ինչը ավելի շատ ձեզ կհետաքրքրի, ինտերակտիվ ուղղակի ձևաչափով։ Նայեք, մենք փաստորեն ունեցել ենք 3 պատերազմ։ Առաջի պատերազմը հաղթանակած պատերազմն է 91-94 թվականների, երկրորդը սովորաբար ասում են քարորիա պատերազմ ապրիլյան 16 թվականը, որը ես կգնահատեի, այսպես ասենք, ոչ ոքի, մենք ունեցանք տարածքային որոշակի կորուստներ, ընդամենը 600-800 հեկտարի մասին էր խոսքը, բայց դիվանագիտական ձեռքբերումը եւս ակնհայտ էր։ Նույնիսկ ես կասեի ոչ ոքի մի քիչ պլյուսով դուրս եկանք այդ պատերազմից եւ ունեցանք հաջորդ պատերազմը 20 թվականի, որը ուղղակի կորցրեցինք եւ իմ գնահատականով, իմ համոզմունքով շատ եւ շատ սուբյեկտիվ պատճառներով։ Հիմա ինչ առավելություն ենք մենք ունեցել առաջի պատերազմում։ Իսկապես 150,000-անոց Ղարաբաղը, այն ժամանակ 7.5 միլիոնանոց Ադրբեջանը եւ մենք հաղթեցինք։ Եվ զուգահեռաբար Հայաստանում էներգետիկ ճգնաժամ, բավական լուրջ խնդիրներ, այնուամենայնիվ մենք հաղթեցինք։ Դու կփորձեմ այսպես հիմնական կետերով ուղղակի բացատրություն այստեղ տալ։ Առաջինը, նայեք, մենք համոզված էինք Ղարաբաղում, որ Ադրբեջանի կազմում Ղարաբաղցիք ապրելու ընդհանրապես հնարավորություն չեն ունենալ։ Սա էկզիստենցիալ խնդիր էր եւ այդ վտանգը հատկապես Սումգայիթից հետո այնպիսի առարկայական էր բոլորիս համար, որ միավորեց բոլոր ղարաբաղցիներին։ Մեկը մեկին սիրում է, չի սիրում կապ չուներ։ Ուղղակի այդ ընդհանուր վտանգը միացրեց ողջ ժողովրդին։ Սա երևի հիմնական գործոններից մեկն էր։ Բավական բարձր կազմակերպվածության մակարդակ։ Ղարաբաղում ընդհանրապես միգուցե սովետական դաստիարակություններ, բայց Ղարաբաղում եւ կրթվածության մակարդակն էր
եթե Ադրբեջանի հետ համեմատենք, շատ ավելի բարձր։ Մարդիկ ոնց ասեմ, շատ ավելի կարգապահ էին ընդհանրապես բոլոր հարցերը։ Եվ այդ կարգապահությունը, կազմակերպվածությունը շեշտակի դեր խաղաց այն ժամանակ, երբ սովետական միությունը փլզվում էր, երբ կոպիտ ասած այնց բարդակը գրեթե բոլոր ոլորտներում էր տիրում, բայց մենք կարողացանք կազմակերպվել եւ կազմակերպվել բավական արդյունավետ։ Դրան գումարում էր այն հանգամանքը, որ կար բավական սովետական միության կողմից պատրաստված մոբիլիզացիոն ռեսուրս, Ղարաբաղցիք բոլորը գրեթե ծառայում էին մարտական ստորաբաժանումներում եւ զինվորական մասնագիտությունների ձեռքբերման խնդիր եւս չկա։ Ինչը շեշտակի տարբերում էր ընդհանրապես Ադրբեջանից, որտեղից շատ ավելի sense մեծ տոկոսով մարդիկ ծառայում էին այսպես կոչված ստրոյբատներում եւ այլն։ Սա եւս բավական մի խնդիր էր, որովհետեւ երբ մենք ձևավորում ենք Ղարաբաղում բանակը, զինվորական մասնագիտություններով օժտված մարդկանց պակաս գրեթե չենք ունեցել։ Ուղղակի մի շատ թեթև վերապատրաստում, շատ թեթև sense միջամտություն եւ մարդիկ պատրաստ զինվորներ էին։ Եվ կար բավական լուրջ սպայական ազնագազմ, որոնք ուղղակի Ղարաբաղցիների, որոնք եկել են Ղարաբաղ եւ իրենց փորձը ներդրել են արդեն զինվորական գործունեության մեջ։ Շատ կարևոր հանգամանք էր այն ժամանակ այն տեղեկատվությունը, որը գալիս էր Ղարաբաղից եւ Ղարաբաղյան շարժումից եւ հետո 91-94 թվականներին պատերազմից եղել է ազնիվ լուսաբանում եւ հաջողությունների եւ անհաջողությունների։ Սա ուղղակի ուզում եմ շեշտել։ Սա այն է, ինչ հետագայում ուղղակի բացակայում էր ընդհանրապես։ Ազնիվ լուսաբանում, բան են կորցրել, հայտարարում էր, ասվում էր եւ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարելի է ինչ որ քարոզչական նպատակներով ասել մեկ այլ բան, քան հողի վրա ուղղակի իրականում կար։ Սա չափազանց կարևոր հանգամանք էր, որովհետև առանց դրան վստահություն բանակի, ժողովրդի միջև եւ իշխանության միջև ուղղակի հնարավոր չի կառուցել։ Մի շատ կարևոր հանգամանք նայեք, բոլոր եւ հատկապես առաջի պատերազմի ժամանակ ադրբեջանցիք ունեցել են քանակական առավելություն բոլոր կոմպոնենտներով, բոլոր մարդկային, ֆինանսական, զինտեխնիկա, զինամթեր։ Սովետական միությունը sense իր հիմնական պահոստները եւ զորամասերը ավելի խոշոր տեղաբաշխված էին Ադրբեջանում եւ Վրաստանում եւ այդ ամենը ուղղակի փայ հասել Ադրբեջանին։ Հայաստանում ընդհանրապես համարաբան չկար։ Մի պահեստ կար զինամթերքի բավական փոքր բալահովետում, այն հենց առաջի տարիներին հրդեհ է եղել եւ այդ ամբողջը ոչնչացել է։ Հիմա բայց տարբերությունը նրա մեջ էր, որ մենք բոլոր կոմպոնենտներով ունեցել ենք որակական տարբերություն։ Կազմակերպվածություն, գիտելիքներ եւ այն մոբիլիզացիան, որը անհրաժեշտ էր ձևավորել։ Նայեք, եւս մեկ հանգամանք, որը մեր օգտին աշխատեց, դա այն անկայունությունն էր, որը եղել է Ադրբեջանում, անընդհատ իշխանապողություն եւ հավիձվի պատմություններ։ Պարտվում էին մարտերի ժամանակ, այդ պարտությունը բերում էր իշխանապողության, իշխանապողությունը բերում էր նոր պարտությունների եւ այդ շրջապտույտը ուղղակի շարունակվում էր։ Պատկերացրեք, ես Ղարաբաղում լինելով ես տեսել եմ քանի նախագահ մի հատ հաշվեմ Բադիրով, ղեկավար Ադրբեջանի սկզբից կենտրոնի առաջ քարտուղարներ էին Բադիրով, Վեզիրով, Մութալիբով, Էլչիբեյ, Արանքում մեկն էլ կար պաշտոնակատար եւ Ալիև։ 5 նախագահ ենք տեսել այդ ամբողջ ընթացքում Ադրբեջանում։
ուրեմն ներքին այդ անկայունությունը, իշխանափոխությունները, ամեն իշխանափոխությունը բերում էր լուրջ ցնցումների եւ հատկապես սովետական միությունը փլզվելուց հետո ինստիտուցիոնալ կայացվածությունը ընդհանրապես չկար։ Եվ Հայաստանը նաև այդ առումով շատ ավելի արագ առաջ շարժվեց եւ այն ժամանակ Հայաստանում իշխանությունը շատ ավելի կայուն էր, կան երկին ներքաղաքական խնդիրներ, բայց անհամեմատելի է այս վիճակը Ադրբեջանի հետ։ Եվ կրկնեմ, սա հավիձվի պատմություն է, նույնիսկ դժվարանում եմ ասել, թե առաջնային պատճառը որն է։ Պարտությունները բերում էին իշխանափոխությունների, իշխանափոխությունները բերում էին նոր պարտությունների եւ այսպես շարունակ։ Հիմա տեղափոխվենք 16 թվական։ Քարորիա պատերազմ։ Ինչն էր արդեն աշխատում մեր դեմ։ Կայունությունը Ադրբեջանում, Հեյդար Ալիևը կոնսոլիդացրեց իշխանությունը Ադրբեջանում, փոխանցեց իր որդուն եւ վիճակը բավական կայուն է։ Հայաստանում ներքին լարվածությունը որոշակի աստիճան արդեն ուներ։ Հայաստանում այն ժամանակ հայտնվել են բազմաթիվ ինժեներներ, որոնց ոնց որ հիմնական նպատակը այդ գլոբալիստական կառուցություններ Հայաստանում, ազգային արժեքահամակարգի քայքայում, եւ հենց այդ ժամանակ արդեն զգացվում էր, որ այդ ձայնը իսկապես լսվում էր, որովհետեւ ակտիվ երիտասարդ կասեի նույնիսկ բանիմաց եւ բավական աղմկոտ մի շրջանակ էր ձևավորվել եւ այդ շրջանակին շատ արդյունավետ սպասարկում են բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք ձևավորվել էին բավական լուրջ ֆինանսավորման արդյունքում։ Վերջերս միայն մենք իմացանք, թե ինչ գումարներ է USAID-ին ծախսել մեզ նման երկրներում, Հայաստանի նման երկրներում նման համակարգեր ստեղծելու եւ կայացնելու ուղղությամբ։ Նույնիսկ վերջերս մի շշմելու մի բան եղավ, երբ պարզվեց, որ հոլիվուդյան աստղերը հերթով որ գնում էին Ուկրաինա, ասես ասենք, վճարովի հուզվելու համար։ Սա մի շշմելու բան է, բայց սա փաստ է։ Եվ այս համակարգը եւս բավական լուրջ դերակատարություն ունեցավ Հայաստանում եւ ներքաղաքական եւ ընդհանրապես ազգային միասնությունը քայքայելու ուղղությամբ։ Եվ ինչը աշխատեց եւս մեր դեմ, ադրբեջանական բանակը շատ ավելի մարտունակ էր, քան առաջի պատերազմի ժամանակ։ Ուրեմն իրենք հետևություններ արել էին եւ շատ հետեւական պատրաստվում էին հերթական պատերազմի։ Եվ առաջի անգամ ակնհայտ էր, որ անօթաչու սարքերը լուրջ դերակատարություն են ունենալու հայտակա պատերազմների ժամանակ։ Սա պետք է շատ լուրջ ահազանգ լիներ լուրջ փոփոխությունների համար նաև մեր պատկերացումների մեջ, թե ինչպիսին է կարող լինել հաջորդ պատերազմը։ Բայց կրկնում եմ, որակական առումով հայկական բանակը մարտունակ էր եւ այդ քարորիա պատերազմի ժամանակ այդ մարտունակությունը դրսևորվեց։ Կրկնում եմ, ահազանգ կար, խնդիրները արդեն երևում էին եւ սա նշանակում էր, որ պետք էր շատ ավելի այսպես ասենք, անկյանտակ նայել ներկա իրավիճակին եւ կտրուկ գործողությունների դիմել։ Ես գիտեմ, որ բավական լուրջ քայլեր փորձում էին ձեռնարկել, անում էին, բայց ամեն ինչ փոխվեց 18 թվականից հետո։ Հիմա, որովհետեւ կրկնեմ, այստեղ ուղղակի մի քիչ որոշ փակագծեր բացեմ եւ հակաօդային պաշտպանության վերաբերմունքը եւ անօթաչու սարքերի եւ բանակի կառուցվածքի վերաբերյալ իսկապես լուրջ քայլեր ձեռնարկվում էին։ Առաջի գծի հատեցվածությունը
տարբեր սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս ուղղակի կանգնարկելիչ միջոցառումների։ Հիմա ինչ մենք ունեցանք 20 թվականի հոկտեմբերից։ Հասարակությունը Հայաստանում բևեռվածությունը ուղղակի ֆանտաստիկ մակարդակի էր արդեն, բաժանված էր հասարակությունը սևերի, սպիտակների, հների, նորերի, թալանչինների, ոչ թալանչինների եւ գիտեք սա բան էր եւ այս ամենը տարածվեց ոչ միայն քաղաքական այսպես մակարդակի վրա, այլ նաեւ ուղղակի պրոյեկցիա արվեց բանակի վրա։ Ահաբեկվում էր գեներալիտետը եւ հանրային ընկալման մեջ այն ժամանակ գեներալները սկսեցին ընկալվել որպես ասենց բանակը թալանող, բանակով չզբաղվող մի շերտ եւ ես նույնիսկ այն ժամանակ մի բան հասկացա, որ մարտական անցյալ ունեցող գեներալները հանրային վայրերում սկսել են ավելի շատ հայտնվել քաղաքացիական հագուստով։ Ոնց որ առաջ եթե այդ զինվորական հագուստը հպարտության առարկա էր, մի պահ փորձում էին թաքցնել ու sense երևացող տեղերում չերևալ այդ հագուստով։ Սա բանակը քայքայելու, բանակը քանդելու գործիք էր։ Անուղում էր դա գիտակցաբար, թե ոչ գիտակցաբար, ես չգիտեմ։ Չեմ ուզում գնահատական տալ տվյալ դեպքում, բայց սա փաստ էր։ Եթե փորձի որևէ մեկը ձեզանից ուսումնասիրել 18, 19, 20 թվականների մամուլը, դուք կտեսնեք, որ սա գերակա, այսպես տեղեկատվական դաշտի հիմնական թեմաներից մեկն էր։ Եվ սա չէր կարող լուրջ ազդեցություն չթողնել բանակի վրա։ Որտեղ հրամանատարական կազմը ուղղակի ահաբեկվում էր ամեն օր տեղեկատվական դաշտում։ Սենց ասա, այն ժամանակ ընդհանրապես երկրում իրավիճակը բավական փոխվել է, կառավարման մոդելն էր փոխվել եւ պոպուլիզմը իսկապես դարել էր բավական լուրջ գործոն գրեթե ամեն ինչում։ Եվ միգուցե լավ, ես մեկ քայլ վերադառնամ, ես նշեցի, որ բանակում լուրջ փոփոխություններ էր պետք կապված այն դասերից, որոնք մենք պետք է քաղայինք քառօրյա պատերազմից։ 18 թվականից ուղղակի դա անտեսվել է, ոչ ոք չէր էլ հետաքրքրում, ուղղակի մի կողմ էր դրվել եւ հիմնական բանակի բարեփոխումները դարել են ավելի շատ մեծ ուշադրություն, ես ասում եմ դա եւ այն ժամանակ ընդունված տերմիններ կլուբնիչնի բարեփոխումները, որտեղ հիմնական տեղը, որտեղ այցելում էին պաշտոնյաները, դա ճաշարանն էր, սա շատ էր դուր գալիս ծնողներին, ում զավակները բանակում էին ծառայում, բայց մարդիկ չէին գնում պոլիգոններ, չէին ընդհանրապես հետաքրքրվում մարտական պատրաստվածությանը, այլ հիմնական թեման եղել է, թե զինվորին ոնց են կերակրում, կենցաղը ինչպիսին է, ինչը լավ է, բայց բանակը դրա համար չի, բանակը մարտական եւ ամբողջ այդ ծախսերը պետք է ուղղեին մարտական պատրաստվածության վրա, այլ ոչ թե այլ նպատակների վրա։ Հիմա սա էր։ Եվ նայեք, ինչ է բանակը։ Ունի 2 տարվա ցիկլ։ 2 տարում դու զորակոչը գալիս է, այդ զորակոչին 5-6 ամիս պետք է պատրաստելու համար, 2 տարի հետո զորացրվում է։ 2 տարի մարտական պատրաստության հարցով չզբաղվես, դու այլևս բանակ չես ունենալու։ Ուղղակի բանակ չես ունենալու։ Կամ բանակի մարտունակությունը շեշտակի անկում է ապրելու։ Մոտավորապես այսպես էր վիճակը, որտեղ KPI-ը, եթե դրվում է, ճաշարանը, այլ ոչ թե պոլիգոնը,
բոլոր սպայական կազմը եւ սպայական կազմ փոխվեց այն ժամանակ, սկսում է զբաղվել ճաշարանով, այլ ոչ թե պոլիգոնով։ Եվ ունեցանք այն, ինչ ունեցանք։ Պատերազմը սկսելուց հետո ես երրորդ օրը Ղարաբաղում էի, 2 շաբաթ եղել եմ Ղարաբաղում եւ ասեմ իմ գնալուց հետո ուղղակի երրորդ օրը ես դիմում էի եւ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին։ Հանդիպենք Արայիկ Հարությունյանի հետ, իմ հիմնական մեսեջը հետևյալն էր. անել ամեն ինչ պատերազմը կաղնեցնելու համար։ Պատերազմի ամեն օրը բերելու ավելի մեծ խնդիրների, որովհետև պատրաստ չենք։ Այս ձևով փոփոխված այս իրավիճակում հաղթանակ չեք ունենալ։ Այն ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց, եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի։ Ուղղակի ասենց բառացիորեն սա ինձ փոխանցել է Բակո Սահակյան։ Ունեցանք այն ինչ ունեցանք Ղարաբաղում։ Հիմա այդ դրոնների դերակատարությունը բոլորը տեսնում եք Ուկրաինայում, ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մեջ ինչ դերակատարություն ունեն։ Բայց առաջի այսպես ծիծեռնակները երևացել են 16 թվականին, որից ուղղակի պետք է շատ լուրջ հետևություններ անել, ոչ թե Su-30-ներ, ասենց selfie Su-եր գնել, այլ պետք է ռեփ համակարգեր, պետք է շատ լուրջ ներդրումներ հակաօդային պաշտպանության մեջ։ Չարվեց դա։ Հիմա սրանք են հիմնական պատճառները, որ մենք ապրեցինք այդ էվոլյուցիան։ 91-94 թվական, 16 թվական, որը հետաքրքիր էր, որ շատ կարճ էր, բայց նախանշում էր տրենդը, եւ մենք այդ տրենդից ըստ էության հետևություն չարեցինք։ Ուրեմն հետևյալ եզրակացության գամ, մենք այս ընթացքում սկսել ենք զիջել Ադրբեջանի ոչ միայն քանակական բոլոր գրեթե ցուցանիշներում, այլ սկսել ենք շեշտակի զիջել նաև որակական հարցերում, կապված մեր անվտանգային հարցերի հետ։ Ձեր կարծիքով ինչի շնորհիվ Արցախի բնակչությունն այն տարիներին պատրաստ եղավ ոչ միայն կռվել, այլ նաև կառուցել պետություն։ Շնորհակալություն։ Ընդհանրապես մտածել, թե պատերազմում կարելի է հաղթել միայն բանակ ունենալով, միամտություն է։ Եվ խնդիրներից մեկը նաև 20 թվականի 44 օրյա պատերազմի նաև նա էր, որ բանակը 1-2 շաբաթ պետք է, այսպես ասենք, զսպի առաջի հարվածը, բայց հետո ամբողջ պետությունը իր բոլոր մեխանիզմներով պետք է դառնա պատերազմի մաս։ Ինչը ըստ էության չկայացավ։ Եվ օրինակ այն ժամանակ ամենից մեծ սխալներից մեկը, որ սկսեցին ձևավորել ջոկատներ առաջնագիծ ուղարկելու համար, փոխանակ համալրել մոբ ռեսուրսով այն զորամասերը կայացած, որոնք առաջի գծում արդեն կռվում էին։ Ես այդպես էլ չեմ հասկացել այդ որոշման մոտիվացիան որն էր։ Իսկապես չեմ հասկացել։ Մենք մեր ամենից մեծ խնդիրը եղել է 92 թվականին ջոկատներից անցնել դեպի կանոնավոր բանակ։ Եվ բավական բարդ գործընթաց էր։ Որտեղ մի հոգի գալիս էր 20-30 հոգանոց կամ 40-50 հոգանոց ջոկատի հրամանատար, ինքը դեմք էր։ Իսկապես դեմք էր։ Մի քիչ էր ֆիդայական հագուստներ եւ այլ, հայրենասեր շատ իսկապես մարդիկ կային, բայց երբ որ դու ստեղծում ես կանոնավոր ջոկատ, ինքը դառնում է ընդհանրապես ամենից շատը վաշտի հրամանատար, ոչ ավել։ Եվ լինել մի առանձին ջոկատ, մի ինչ-որ լավ հնչող անունով ջոկատի հրամանատար եւ լինել վաշտի հրամանատար, ոնց որ կարգավիճակների ընկալում այդպեսինն էր։ Ոնց լուրջ բռունցք էր պետք եւ կամք շատ արագ այդ ջոկատներից վերափոխվել կանոնավոր բանակ։ Մապետությունը հենց այն երաշիկն է, առանց որի դու չես կարող դա անել։ Պետությունը այդ ֆունկցիան պետք է իր վրա վերցնի եւ այդ իրականացնի։ Ղարաբաղում դա ավելի շուտ կատարվեց, քան եւ Ադրբեջանում եւ Հայաստանում։
Եվ շատ օրգանիկ ձևով եւ ճիշտ ժամանակին այս ամեն ինչը տեղի ունեցավ նաեւ Հայաստան։ Ադրբեջանում այս process-ները բավականաչափ ուշացել էին։ Եվ սա եւս մեր առավելությունն էր։ Ինչը մենք կապիտալիզացրեցինք ուղղակի շատ մեծ հաջողությամբ, հատկապես sense առաջի այդ պատերազմի ժամանակ։